Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է, իմ հարազատ Խաչիկ Մանուկյանը, ողջույն Խաչիկ, ուրախ եմ շատ, որ ամեն անգամ մենք հանդիպում ենք այստեղ, այսօր շատ կարևոր օր է, արդեն ավանդույթ է դարձել Վաչագան Մանուկյանի անվան կրթական, ինչպես է կոչվում, կրթական մրցանակ է տրվում համալսարանում ժուրնալիստիկայի ֆակուլտետում, այն նույն բուհում, որտեղ որ Վաչագանը սովորել է, ուսանել է, ասպիրանտ է եղել, հրաշալի միջոցառում էր, հենց այդտեղից է գալի, պիտի խնդրեմ, մենք իհարկե կլուսաբանենք քիչ անց մեր էջում կտեսնենք, պիտի խնդրեի ձեր տպավորություններով կիսվել եւ քանի որ ձեր խոսք այնքան սահուն է եւ սահուն կերպով անցնել է սպիղծ ազգակործանների երեկվա այդ այլանդակությունը վայրահայոց ազգային ժողովի բարձր ամբիոնից հնչում էր, որտեղ իրենք այսպես ասում էին, ով որ մեզ թուրքահանի, դա թուրքասի եւ այսպես հայոյանքների տարավ, երեք ողջ սոց հարթակը հենց դրանով էր հեղեղված եւ այդ բառն էին ասում, վրան էլ հայոյանքների տարավ եւ իրականում այս մշակույթը հենց իրենք են բերել եւ մտցրել մեզ մոտ, փաստորեն կարելի է սպանել, հանձնել, դավաճանել, ծախել, վերջում էլ լկտիաբար ասել, այդ ամեն ինչը դուք եք մի հատ էլ հայոյանք դնել վրան, խնդրեմ։ Ես ուզում սիրով ես էլ սկսել նրանից, որ իսկապես այսօր Վաչագանին նվիրված միջոցառում էր եւ 5 երեխաներ ստացան մրցանակներ, առաջի, երկրորդ, երրորդ մրցանակներ եւ գումարային պարգևներ եւ ասեմ, այստեղ շատ հետաքրքիր է ստացվում, որ նրանք ծանոթանում են եւ Վաչագանի ստեղծագործություններին եւ նրա մասին պատմող ուրեմն պատմություններին, հերոսապատման էջերին եւ երբ վերջում ես խոսք ասացի, շնորհակալություն հայտնելով ուսանողներին, ուրախությամբ նկատեցի, որ Հայաստանում կան ամբիոններ, որտեղից հայոյանքներ չեն հնչում, որովհետև մենք հիմա տեսել ենք, թե ինչ է կատարվում այդ ամբիոնը, որը կոչվում էր թիվ 1 ամբիոն, դա դարձել է վերջին, ամենավերջինը, գետնաքարշության ամբիոն, դա արդեն սովորական մակերևույթից էլ, ինչպես ասում են, շրիշակից էլ ցածր ամբիոն է, եւ դա այնտեղ լսելու ոչինչ պարզապես այլևս չունենք, սպառվել է այդ մարմինը, որը կոչվում է ազգային ժողով, բայց հետարքիր մի բան նկատեցի, ես համացանցը երբ հետևում էի, տեսա, որ այդ անտրուսիկը դուխով տրյապկեկից մեկը, որ հայտարարել էր, որ ինքը անտրուսիկ է, նաեւ դուխով տրյապկա ալնելով հանդերձ, սա հայտարարել էր, որ այդ ինչ արդեն սովորեցիք իրական Հայաստանին, էլ Արցախ չեք ասում, այս անտրուսիկը չհասկացավ անգամ, որ դրանով թքում է իր հոգևոր հոր, այդ առաջնորդի, կպա առաջնորդի դեմքին, որտեղ Արցախ ասողը նա էր, բացի որ Արցախ էր ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն այդպես ասում են, իրար վրա թքում են, հետո լպստում են, հետո պետք ալնում կզում են, հետո սրանք մի բանի առաջ են կանգնել, չգիտեն ում առաջ կզեն, ուրեմն բանի, այդ ինչա, Թուրքիայի թե Ռուսաստանի, բայց Ռուսաստանի հետ արժանապատիվ ոնց որ թե կարային շփվեն, բայց Թուրքի մոտ էթալուց ասում են Թուրքի շունը լնենք։ Այսինքն այստեղ ուրեմն գցենք բռնենք, մեզ շուն դառնալ սրանց մղումները դրան է, եւ պատահական չի, որ ընկել են ավելորդ ցնցումների մեջ եւ այդ ցնցումներն էր որ բերեց հասցրեց այն վախվորած Սորոսի ճտին հլավ ասում է այդ Թորոսյան Արսեն կոչվածը հայոյանքների տարապ այդ բարձր ամբիոնից հնչեցրեց որ էլի եմ ասում արդեն բարձր ամբիոն չես համարի լավ հեր մեր արա դու քո կնկան չես կարա սիրես դու տես որ մեյդան ես ելնում հեր ես ասում բանը թերերի մոտ էտաս քեզ անես կանեն այդ ինչը մտածում ես Աշկերտ քալետ կթռնի արա, այ ողորմելի դուխով տրյապկա։ Այդ կարող է ձեր համար դա հաճույք լինի, որտեղ լիքը կամակա բաշխներ կան ձեր մեջ։ Մենք արժանապատիվ մարդիկ ենք այդ բառերը, որ ուտեղից հնչեցնում ես, եւ այն գոյանքն էլ ասում է հարկերը տվեք, հարկ տվողը հերո։ Դա ինչ անեք, արա, գաք տենց հայեք, այդ հարկ տվողներին։ Եվ այս ինչա կատարվում, այս երկիրը ժողովուրդ սպառված աժը ունի։ Քո գերագույն մարմինը, որ այդ աժն է, սպառվել է, պրծել է, չկա։ Դրանք հասել են այն վիճակի, որ ամբողջ աշխարհին ցույց են տալիս, որ Հայաստանը գոյություն չունի։ Եթե մեզ թվում է միայն տեղական բնույթի է, իհարկե, եւ հիմա արդեն այդ դրսի բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են եւ հայացքները ուղղել են, տեսնեն ստեղ ինչ է կատարվում։ Հայերը վերջապես ոտքի կանգնելու են, վերջապես տեր կանգնելու են, այս հողակտորին թե գանք էս էլ վերցնենք ինչպես Արցախն ենք վերցրել, որովհետեւ ի վերջո էլի ատամները սրած սպասում են բոլորը, նույն Ֆրանսիան, արևմուտքի բոլոր այդ երկրները, ովքեր պատմության մեջ էլ ենք տեսել, որ ոչ թե եկել են տեր կանգնելու, չէ ասում են
գնացեք զոհվեք, բան ով էլ մնում է կտանանք մեր երկրները կամ չենք տանի, կամ որոշ չափով ինչ որ բաներ կանեն, որպեսզի ցույց տան ազգին, որ տեղ ունենան հետագայում, տեսակ մենք բերեցինք 100 հոգու, որոնք խնդիր ունեին պրոթեզի, մյուս, տարանք եւ ուրեմն դրանց օժանդակեցինք այս կամ այն կերպ։ Ոչ մեկ մեզ ձեռք չի մեկնելու, որովհետեւ մենք մեզ չենք սիրում, որովհետեւ մենք մեզ թույլ ենք տալիս հայհոյեն, որովհետև այդ հայհոյանքից հետո այդ հայհոյողը մոլորակի վրա մնալու իրավունքը չուներ, էլ ուր մնաց ԱԺ-ում, հասկանում եք, մենք կորցրել ենք այդ ամեն ինչը մեր մտածումների մեջ, այլևս բարոյական շերտը փշրվել է, մենք մարդկային էմոցիաներից դուրս ենք եկել, մենք անասնակալած կրկերի կրողների հետ ենք հարաբերվում, իսկ այդտեղ մարդկային ոչինչ չի կարող գոյանալ, չի կարող հաղթանակներից խոսել։ Գոյանքը, որ ասում էր ես ազգային իղձ չունեմ, հիմա ասում ով ինձ թուրք ասի նրա սենց է։ Արա դու ես քեզ թուրք ասել։ Այ ենիչերի, դու ես ասել, որ ազգային իղձ չունես։ Հիմա դու այդալու ես քո հորն ու մորը բռնես ինչ անես, արա։ Մեղք չեն արա այդ տարի, չես էլ կարա իհարկե, դու ով ես, այ կլոուն, այ դուխով տերյապկա, այ Սորոսի վախվորա ճուտ։ Հասկանում եք, եւ սրանց բերել եք, մեծրել եք մեդան եւ սրանք դարձել են խոսք ասողներ։ Մեր իրականության մեջ այնքան խեղված ընթացք է, որ ոչինչ արդեն տեսանելի չէ առողջ, եւ դրա մեղքը իմն է, եւ դրա մեղքը ձերն է, բոլորինս է, որովհետեւ մենք թույլ ենք տվել, որ կան այս խելագարները, կան այս, չգիտեմ, որկրամոլ, մորտապաշտ այս պահական գոյանքները դուխով տերյապկեքը տեր կանգնեն, մեր այս պատմության, իհարկե պատմությունից նրանք հրաժարվել են, չկա պատմություն, բացահայտ են դա ասում, եւ ինչ որ ապագա են ասում, եւ ես տեսա, որ քարեր էին դրել համացանցում, մահացել են մարդիկ եւ վրան գրած է, ապագա կա, այսինքն դա է ձերա, ոչնչանալը, չլինելն է, այդ ապագան, շատ ափսոսում եմ արդեն անեկդոտներ եմ լսում փողոցներում, որը այս սեռախեղվածներին է նաև բնորոշում, սրանց արդեն բերեցին նաև մի մշակույթ, որտեղ արժանապատվության մասին խոսք չի կարա լինել, ես առաջ որ անեկդոտներ էին պատմում, դրանց մեջ էլ արժանապատիվ վիճակ կար, հիմա մեկը ուրեմն էլի համացանցում ներկայացնում է, որ երկու ԿՊ-ական, որոնք արդեն այդպես փողերի մեջ տեղավորվել են, անեկդոտիկ կարգավիճակով էլ ժողովուրդը հասկանում է, ինչ է կատարվում։ Ասում է, գիտես, ես իմ կնոջը ուղարկել եմ Էմիրատներում է հանգստանում, եւ դա իրենց պարծենալիքն է, իրենք հայկական հաղթանակներ չեն կարա։ Այն մյուս ասում է, գիտես, ես էլ ուղարկել եմ Փարիզում է հանգստանում։ Այդ ԿՊ-ականների դիմաց մի դաշնակ է նստած լինում, որոնք այսօր իշխանություն չունեն։ Ասում են հեգնանքով, բա դու ուր ես ուղարկել քո կնոջը։ Ասում է, ես իմ կնոջը տեղ չեմ ուղարկել, իմ կնոջը ես եմ սիրում։ Ուրեմն հասկանում եք, արդեն դրանց մեջ էլ է խեղվել, հասկացվել, իմացվել, եւ այս իրականության մեջ մենք իսկապես էլ կորած ենք, մենք չունենք ոչ ապագա, ոչ ներկա, շարունակության մասին չի կարելի մոտ, հաղթանակներն էլ ընդհանրապես շրջանցել են մեզ, այս կլոնները ովքեր են, ով են, որ հաղթանակ ունենան, իհարկե մենք էլ ներքին ուժ ունենք, իհարկե կարելի է կազմակերպել, գտնել, միավորել, ի վերջո ազգային միասնականություն ինչի շուրջ ձևավորեն, թուրքի շուն դառնալու շուրջ ձևավորեն, հասկանում եք արժանապատիվ շփվելու ձև չգիտեք արա այս աշխարհի հետ, մարդկանց հետ, պետությունների հետ, դա արդեն ջնջել եք այս պետությունը եւ ով է նկատում, որ գամ այս շփման ուրեմն արժանապատիվ ձևեր ընտրի, իհարկե ոչ, չկա նման բան, եթե մի երկրի ամբիոնը դառել է հայոյախոսության վայր, այդ երկրին ով բանատեղ կդնի, եթե մի երկրի ամբիոնից միած Սորոսի ճուտ, մի լրտես հելնում հայոյում է այդ ազգին, ու մնում է անպատիժ, եւ այնքան անթասիվ գոյանքներ են, ժողովուրդը գրում արա բացի քո էջում հայոյանք, որ այսքան չտարածվի այս հայոյանքները, մարդիկ գրում են, հորն ու մորը դառնել է ստրաս, որ ինչ անես արա, մեղք են արա այդ մարդիկ, խի, դու քեզ կամ չգիտեմ, մի քիչ ջահել ես ավենանք մեղք են արա, կարողա չդիմանան Ինչ ասեմ, լուրջ խոսալու բան չկա, խորքային, որ ասում ես արժեք համակարգային պատերազմի, հա, եկեղեցու դեմ, պետության դեմ, հերոսների դեմ, ազգի դեմ, ընտանիքի դեմ, եւ այնտեղ որտեղ որ կա ընտանիք, այնտեղ որտեղ որ կա պատմություն, այնտեղ որ կա արժանապատվություն, կա ճանապարհ, կա հաղթանակ, դա արդեն իրենց թշնամի են հրճակում։ Այո, հիմա եթե ասենք, ուրեմն երկրորդ նախագահի պապը եղել է վերջին
վերջին այն քահանան, ում եկեղեցին վերջինն են փակել, այսինքն միջև վերջ կռիվա տվել, որ քահանա եղել, եւ այսօր այլանդակություն են տարածում երկրորդ նախագահի որ ընտանիքի ես Նաիրա Մկրտչյան անունով ցեմենտի գործարանի տնօրեն էր, որ արցախցի էր։ Գիտեք ինչ էր պատում ընդհանրապես այդ ընտանիքի արժանապատվության, ազդեցիկության մասին եւ ասենք այս անհայրենիք, անընտանիք, պիղծ ու կանգնել են տեսեք ինչի դեմ են խոսում, ում դեմ են խոսում, ինչն է փոխում։ Անժելա ջան, ինձ համար ու իրանց թվում է որ մի հատ ինչ որ այս գյադաներին ինչ որ երկրորդ նախագահը գա, պատասխանատու իմ պապը սա է, իմ հայրը սա է։ Ցանկացած ով գա, ով իմ երկրի կենսագրության հետ պիտանի մասա ունեցել, ով գա, ես իհարկե կողմ եմ, բայց ես հիմա նախանձախնդիր կերպով մղվելու եմ դեպի այն գործիչները, ովքեր գալու են պատժելու, ոչ թե գան իշխանափոխություն, չէ։ Բայց են վախենում։ Այո, ես հիմա ինձ բացատրեցին ասեմ ձեզ, կան որոշները, որոնց դեպքում սրանք մեղ են կարող են հեռանալ, բայց կոնկրետ հիմա որ դուք Քոչարյանի անունն եք տալիս, ինձ բացատրեցին, որ Քոչարյանը սրանց չի ներելու, եւ ուրեմն այդ չներելն է նաեւ, որ սրանց մոտ այդ փորձում են հիստերիա բարձրացնել, էս անել, այն անել, սրանք Հայաստանի հետ կապ չունեն։ Ես մի առիթով նորից ասել եմ, որ պիտի անպայմանորեն տեսնենք այդ գումարները, որ սրանք այդպես միլիոնավոր դոլարները ստացել են, ինչ են արել, հələ այդ իրանց կողոպտած գումարը, ես այդ կողոպուտը այն կոմ, բացի կողոպուտը սրանց գումարներ ճակատներին ճալտացրել են, ինչ են, ինչի դիմաց, ես ասել եմ սրանց ձերնումերը սրանց փող չեն տվել, եթե ինչ որ երկիր սրանց փող ա տալի, իհարկե բանա պատվիրել եւ սրանք խելոք վասալի պես կատարել են այդ ամեն ինչը, սրանք ամեն ինչ ծախող են, իրենց արժանապատվություն չունեն, սկզբունք չունեն, սրանց մի մասը սեռային պատկանելություն էլ չունի եւ սրանք ինչքան էին հիացած, չէ՞ որ տրանսգենդեր էին մեր ամբիոնից ելույթ էր ունենում եւ հիշում եմ քահանան եկել էր ասում էր եկեք կոծենք այս ամբիոնը մաքրենք, չթողեցին նորմալոցում անը եւ միջև հիմա էլ պղծում են եւ սրանց դուրս շպրտելուց հետո ինչ ամբիոն, ամբողջ Հայաստանը պետք է մի հատ դնենք կոծենք այս, սրանց խայտարակություն դարերի ընթացքում չի եղել, մի Գերբես հիշում եմ ցեղասպանությունը ավարտվել էր հայերը այդ ջարդված վիճակով կազմակերպեցին բոլոր դավաճանների հետ հաշվեհարդար տեսան, որովհետև ազգը պիտի ապրեր, պիտի լիներ եւ այդ լինելը եղավ եւ տեսանք ինչպես ծաղկեց, ինչպես շատացան հայերը, ինչպես կարողացան երկրի տեր կանգնել, ծաղեմսի ծաղկուն երկիր ստեղծեցին եւ այստեղ ձեզ ասեմ, հետ հասարակարգն էլ կարեւոր չէր, որտեւ հայի ստեղծագործական ուժը այդ խաղաղության մեջ կարողացավ գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դե հիմա էլ են, չէ՞ ջնջում ոնցով։ Հիմա մի քանի կլոն հելել ասում են դիները չի, այսինքն ֆաշիստ Գերմանիան եկել էր մեզ փրկելու։ Սենց հիմար մտքեր, Տեր Աստված։ Ով է տեսել, Գերմանիասկինգը իրան չէր փրկում, արա։ Սրանք սաղ իրար ոչնչացնողներ էին, սրանք ուրախը հրճվում էին ոչնչացնելուց։ Սրանք հրճվանք էր պարգևում մահը։ Չարքապատկանները այդպիսին են։ Եվ այդպիսին էլ կան, եւ հիմա էլ չարքապատկաններ են եկել, պլյուս մինուսով խոսում են չէ զոհվածների մասին։ Դա միայն անում է չարքապատկանը։ Մարդը աստվածային էությունը չի կարող այդպես վարվել։ 20-25 տարի հետո 5 մարշալը, իրենց սիրելի Ադրբեջանը 0, գեներալ Պալկովնիկայի 8, իրենց սիրելի ադրբեջանցիները 0, գեներալ լեյտենանտ 31, իրենց սիրելի ադրբեջանցիները 0, գեներալ մայորներ 109, իրենց սիրելի մի հատիկ, մի հոգի ադրբեջանցի, ադմիրալ ֆլոտը 1, 4, ադրմիրալ կանտրոլը 5, ու 20 ընդամենը անցել է 20 տարի, հա, 25 տարի հետո ադրբեջանցի, որ խորանակ կտենակ հերը վերջում կտենակ, որ ու ես ազգին այսպես նվաստացնել իջեցնել, ասել, որ դուք հիշում եք անան ասում էր, հանուն ոչնչի են Արցախի համար գնացել զոհվել, հիմա ասում են հանուն ոչնչի են գնացել։ Հիմա նայեք, իրանք ինչ են անում, պտտվում են ինչ-որ կրտը, ինչի պտտվեցին, այդքի հանկարծ սկսեցին, որտեղ տեսան Սրբազանը շատ ակտիվ հանդիպումներ է անցկացնում, կարողանում է գնալով խումբ է ավելանում, ես տեղյակ եմ ինչա կատարվում, երիտասարդները ավելի են ակտիվանում եւ շատերը կապվել են նաեւ ինձ հետ զրուցել են, որ չի երևում ակնհայտորեն, բայց նրա այդ հանդիպումները մթնոլորտ է առողջացնում եւ սրանք հասկացան, այ սա կգնա մարդկանց աչքերը կբացի հայոց Սրբազանը ու մեկ էլ սրանք արդեն իմաստնացած իրենք գտած կգան կասեն նրա
այ երկրի կործանողներ, այ արնախուն վամպիրներ, դուք պիտի պատասխան տաք ես ձեր արածի համար։ Դե չեն սուտ, ձևեր, մևեր, բան, են շորերը բան, ճմրթած, թափած կամ չգիտեմ ինչ, դրանք չի, որ պիտի կրթություն եւ կրթություն նորաձևը փոխեք, դա ամոթ է։ Դա ինչքան էլ հասկանում եմ, որ չեք հասկանում, բայց այդ աշճան չի կարելի չհասկանալ, որովհետև մարդը իր ծնված օրից մոլորակի վրա ծնված մարդը կրթվում է, եւ այդ լեզուն ստեղծելն է կրթության արդյունք, եւ տարեր ստեղծելը, եւ շարունակաբար թռիչքները, գիտության, դրանք բոլորը կրթության արդյունք է, եւ չի եղել օր, որպեսզի չկրթվեն, եւ կարծեմ ստեղից էր պատմեցի, որ անգամ վերջի շնչում մարդը ուզում է սովորել, իմանալով, որ հաջորդ օրը իրեն վերացնելու են, բայց այո, կրթությունը իմցիվա, այսինքն չկտան, անգամ այդտեղ չհաջողեցին, բա դուք ինչն եք ուզում կտեք, ասում է ես ասում ինձ բանը տվեցին, այդ ինչա կոչվում, պրավան, նվիրեցին, ես իմ որտեղ վերընկած էի, չթողեցին էլ մոտենա, այսինքն լավ են հանցանքների մասա կազմել, սա եւ ինքը իրան անընդհատ, բայց ինքն է խորամանկությունը, որ այդ ամբողջ պատմությունների մեջ անընդհատ փորձում է շրջանցել այն 5000 կյանքը, այն 5000 մարդկանց, որոնց արյունը խմել է, եւ բոլոր այն թսլնքոտները, որոնք ելնում են այս կամ այն փոքր երևույթի համար գորգորում են, հայոյանքներ են տեղում, հիստերիկանում են, ես բոլորը դուխով տրյապկեքին նորից հիշեցնում եմ, այդ արյունը, այդ արյան պատասխանը ստանալու ենք, դա լինելու է, եւ մարդու երևակայությունը չի կարող պատկերացնել։ Ես չգիտեմ տարերային բնույթով դա կլինի ինչպիսին կլինի, ես շատ կուզեի, որ արդարադատությունը գործեր, բայց դուք այնպես եք անում, որ չհասնեք արդարադատությանը, որովհետեւ դա էլ իօքուտ ձեզ չի լինելու, որովհետեւ չի եղել, որ 5000 մարդու կյանք խլեն եւ գան իշխանական աթոռներին բազմեն։ Եվ ես ասել եմ հիմա Թուրքիան գնալով ծաղկելու է ինչի, որտեւ իր միջի դավաճաններին վերացնում է, բայց մենք մեր դավաճաններին նստեցնում ենք իշխանական աթոռներին եւ հավաքվում ենք, այսպես ասում ենք, այս քին նահանջը եղավ, այս ինչի է այստեղ կորուստ ունեցանք, այն ինչի, արա որտեվ այս մարդիկ չեն սիրում ազգն ու հայրենիքը։ Հոզորով չի տրվել նրանց տրվել է մի բան, ամեն օր քնել, զարթնել, մտածել, ինչպես արդարացնեն իրենց սխալները, ինչպես անեն, որ լափամանից հեռու չմղվեն, հիմա այս պատգամավորները, որ էլ այսպես խոսում են, ինչի են խոսում, որպեսզի հաջորդ լափամանի գործարքին իրենք լինեն մոտ, հանկարծ հեռու չտանեն եւ ըստ որում, սրանցից որին դուրս շպրտեն, ոչ մի բան է դառնում։ Այն Չոբանին, որ հանեցին, Չոբանը ասաց ես ընդդիմություն եմ, որտեղ հաստատ պայմանավորվածություն ունի, որ խաղեր կտա, բաներ կտա, պիտանի կլինի էլի ԿՊ-ին մի ձև, որտեղ չեն կարա սրանք ուրիշ կերպ լինեն, սրանք չեն լինում մարդկային առողջ ուրեմն կերպարներ, դրանք չեն լինում, սրանք չարկապատկան գոյանքներ են, որոնց միակ մտածողությունը մորթապաշտությունն է, այս պահականությունն է եւ իմ սիրելիներ, իմ թանկ ժողովուրդ, այսքան երկար չի կարելի խաբվել, էլի, սա արդեն հիմարության նշան է դառնում, գիտեք, արդեն այսքան տևական, եթե մի օր, երկու օր, մի տարի, երկու տարի, ես 21 թվականից խնդրում եմ, որովհետև ես մինչև դա այդպես որևէ հայտարարություններ չէի անում, բայց ես ուղղակի խնդրում եմ, որ այս մահվան վկայականը ջնջեք, այս ԿՊ-ին վերացրեք, սրանք մահվան վկայականն են, որը վավերացնելով մենք մեր երկրի եւ ազգի մահն ենք նշում, վավերացնում, չի կարելի այդպես։ Իսկապես չի կարելի։ Ավարտենք, տեսեք, մի քանի թեմա կա, որ այսպես ճիշտ կետին է դիպչում, միանգամից ընկնավորում է, քապան տեսեք ինչ վայնասուն, հենց որ խոսում են իրենց Թալանի մասին, Նիկոլի ահռելի Թալանի մասին, հենց խոսում են Աննայի մասին, թե այս Թալանը ինչ մասնակից է եւ ինչպես են պղծում իրենց այս կրթական ծրագրով, ինչ են փորձում անել, երբ որ խոսում են նրա մասին, որ իրենք ծախել են ուղակի Արցախը եւ պիտակավորում են, որ դավաճան են։ Տեսեք, Հրանտ Բագրատյանը հրաշալի տնտեսագետ է եւ կարողանում է հեշտությամբ տեսնել, որտեղից ինչ միլիարդներ են կարող կողզել։ Եվ որևէ մեկը չի կարող շրջանցել այն փաստերը, այո, որը ներկայացնում է Հրանտ Բագրատյանը, եւ այո, հիմնավոր կերպով տեսնում ենք, որ Թալանի տակ է երկիրը։ Շարունակում են, որ սրանք ասում են, եկել ենք հետ բերենք, բան սուտ, դրանք սուտ է։ Եվ հիմա էլ այս կապիկությունը, որ գնում է, ընդամենը վերարտադրվելու համար, որովհետեւ դեռևս կա մի խավ, որը ուզում է տեսնել հանցագործներ, որը ասում է, այ մարդ էս ինձ ոնց խաբեցին, ասին բերում են, նստեցնենք, էս անենք, այն անենք, լրիվ խաբեցին։ Իրավաբանորեն չկարողացան ցույց տալ,
որ իրենց նշածները հանցագործներ են կամ թալանչիներ են, չկարողացան ցույց տալ այդ մարդիկ։ Այսինքն, եթե սրանք անկարողներ են, ելի իրավունք չունեն երկիր ղեկավարել, եթե ստախոսներ են, առավել եւս չունեն, բայց ես մի բան հասկացել եմ։ Սրանք ոչ են կամ ամեն ինչից էլ մեջները կա, բայց հիմնականում սրանք մեր թշնամիների վասալներն են, լրտեսներն են, որոնք եկել են մեր երկիրը կործանելու, այո, բա թալենը, բա նրանք այդքան փողեր են տվել, եւ հիմա որ այդ ինչա թռան բաներ այնտեղ փոխվում, սրանց անհանգստությունը ի՞նչն էր, որ սնուցման երակը փակվում է, դա երակը փակվում է, հիմա կամ իրենց գրպաններից պիտի կարողանան դրանց բերանները լցնել, որովհետև սրանք պետք է լինեն հաճան, չէ՞ որ էսի ձեր թշնամին է, էսի ձեր, եթե փոխվի տեղերը, ոչ մի տարբերություն, հանգիստ կասեն մեր բարեկամը Ռուսաստանն է, ես արտաքին քաղաքականության այդ ուղենիշները, որ սրանք անում են, դա տարիների տևական վերլուծություն է պետք։ Այս պահականորեն փողը ճտցնում են ճակատին, ելնում ասում է, սենց անենք, այնց անենք, բայց պատմությունը մեր համար օրինակ է, եւ մենք անգամ մեր սխալներից չենք կարողանում օգտվել, այն դեպքում որ խոսք կա, չէ՞, ասում եմ, խելոքները ուրիշի սխալներից են օգտվում, բայց մենք անգամ մերից, դա արդեն հիմարության է հասնում։ Ախր մեր սխալները ցույց է տալիս, չէ՞, Թուրքիայի հետ մեր եղած այդ շրջանը, ինչի շրջան, կոտորածի, շարունակական, ախր մի օրում չի եղել, որ սրանք դնում են ասում են, «Էս ինչ պատճառով», արա ինչ պատճառով, ամբողջ մի 100-ամյակ իրար կոտորել ենք, իրար հետ չենք կարող ապրել, կենսաբանորեն իրար հետ համատեղելի չենք, այդ մարդկանց հետ եւ մենակ հայերը չէ, մարդը ընդհանրապես թուրքերի հետ համատեղելի չի, որովհետեւ թուրքը չի եկել ստեղծի, եւ հիմա տեսեք այսքան մարշալ, գեներալ, չգիտեմ ինչեր ասացինք, մի հատ ընդեղից չկարողացար գտնել հաղթական կերպար, որը եկել է ինչ որ պատվի խնդիր լուծի, չկա, այդ չունեն ինչ անեն, հասկանում եք, սա է, իրականությունը սա է, եւ հիմա մեզ ովքեր մղում են այդ բարեկամության, դա կլինի արևմուտքը, դա ով կլինի, մեզ ոչնչացման է տանում, եւ նրանք ովքեր այստեղ մի հատ վերջերս կուսակցություն ինքնասպանվեց, չէ՞, բոլորիս աչքի առաջ հանրապետություն կուսակցություն կար, դա ինքնասպան եղավ էկրաններում, բաներում, շակալի պես հարձակվեցին մի հայի վրա, հասկանում եք սա ինչ է, մենք ուր ենք հասել, եւ մեկը դատապարտող խոսք չասեց, կուսակցությանը փրկելու համար, հա, լավ, ես այդ բաները թողելի շարունակել աշխատել, եթե իրանց այդ աթոռը այդքան պետք է, սնուցում է, փողա, գողանում են էս անում, մենք տեսանք ինչ փողեր են այնտեղ փախցրել, էս իր երթին, արա բայց մարդկային տղամարդու օրենքով, արա չկանգնեք, ասեք ներողություն, հայ ժողովուրդ, մենք ստեղ մեզ շակալի պես պահեցինք, մարդու պես չպահեցինք, դուք էդ էլ չկա, կարա, մեղք եք, արա, դուք հասկանում եք մարդկային ուղեցրից դուրս գոյանքներ եք, ձեր հետ որևէ մարդկային բան խոսել չի կարելի, եւ այո, դուք ժառանգորդը չեք հայոց պատմության, եւ բնական է, որ չէիք սիրելու մեր ազգին, չէիք սիրելու իմ երկիրը, ծաղրելու եք Տիգրան Մեծին, եւ այդ գոյանքները այսօր բազմած են հայոց իշխանական աթոռներին, եւ դրանից է, որ մենք այսօր ենք, Անժելա ջան, հույս ունեմ, սթափությունը ի վերջո կլինի, որտեղ այդ ամբիոնը արդեն սթափությունից են վախենում իրենք։ Սրանք արդեն պարզ ասում են, ասելիք չունենք, մենք արդեն մնում է ձեզ հայ ենք ու հայոյում են, ասում են այն ասելու բան չունենք, վերջի բանը այն է, որ հելնենք այդ ամբիոն ու սաղից սենց ասենք, սա է իրականությունը, մնացածը բլեֆներ են։ Բոլորը ձեզ ասած ունեն, լավ իմացեք։ Իհարկե ունեն, ամբողջ համացանցով ասում են, եւ սպասում են իրականացնելուն։ Լավ ասեցիք, ասենք, երետ ու մերետ էին մեղք։ Մեղք էին, հանս տրս։ Չէ, եթե տենց ворթի ունեն, չգիտեմ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, գիտեմ, որ լինելու է զարթոնքը։ Անպայման։ Իհարկե։